հաղորդություն ամենակարևորը, որովհետև Սարգիսը եղել է զինվոր եւ թող որ զինվորի հաղթություն եւ զինվորի խաղաղություն լինի բոլորիս հայ ազգի։ Բարի օր, արդեն օրը թեքվում է դեպի երեկո։ Մեծարգո պարոն նախագահ, գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի քաղաքապետ, սիրելի հյուրեր, սիրելի երիտասարդներ, ողջույն ևս մեկ անգամ, բարձր ու ջերմ ծափահարություններով մեկնարկենք այսօրվա մեր գեղեցիկ միջոցառումը։ Այսօր իսկապես սիրո տոն է, սիրառատ մի օր։ Այս տարի Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է հենց այսօր, հունվարի 31-ին։ Նորին Սուրբ օծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ այս գեղեցիկ օրը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Քանզի միայն սերն է ապրեցնում, սերն է մարդուն վերամիավորում, վերաիմաստավորում եւ հենց դա է պատճառը, որ այսօր բոլորս ժողովվել ենք այստեղ։ Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից մեկն է, ու պետք է նշել, որ հատկապես երիտասարդներն ու սիրահարներն են անհամբերությամբ սպասում այսօրվան, որպեսզի Սուրբն այսօր բոլորիս փոխանցի Աստծո օրհնությունը եւ մեր սիրո երազանքներն իրականանան։ Արտավազդ դեռևս 10 տարի առաջ ես ունեցա պատիվ եւ հնարավորություն Արարատյան հայրապետական թեմում, իհարկե Նավասարդ Սրբազանի օրհնությամբ մասնակցելու նախապատրաստական հիմքերին այս տոնը կայացնելու։ Եվ այսօր հուրախությամբ եմ ես փաստում, որ Արարատյան հայրապետական թեմը արդեն 10 տարի է ինչ նախաձեռնում եւ կազմակերպում է տարատեսակ ու շատ կարեւոր միջոցառումներ ոչ միայն այս տոնի հետ կապված, այլև այս տոնին ընդառաջ եւ պետք է նշել, որ այդ բոլոր միջոցառումները միավորում են հենց երիտասարդությանը, համախմբելով նրանց եկեղեցու շուրջ։ Եվ այս ամենը իհարկե իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը, նաև երիտասարդների կողմից բարձր ու ջերմ ծափահարությունների տեսքով։
Արտում եմ հայտում այս հրաշալի տոնի արտին։ Բոլորիս տոնն է, սեր, բոլորիս։ The sun.